Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ընդգրկում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու խոշորացված համայնքների բնակավայրերը, օրենքով սահմանված ժամկետում անցել է նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը։ Նախագահ Ռոմա Զաքարյանի խոսքով տեղամասային կենտրոններն արդեն իսկ ձևավորվել են, հանձնաժողովների կազմը հստակեցվել, ամբողջը ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորվել է 76 տեղամասային ընտրական հանձնաժողով։ Արդեն իսկ մայիսի 16-ին տեղի ունեցել հանձնաժողովների առաջին նիստերը տվյալ տեղամասերում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ կարգի տարեկան 2 անգամ վերապատրաստման ու լիցենզավորման դասընթացներ է կազմակերպում տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվել ցանկացողների համար։ Ցավոք սրտի այս տարի լիցենզավորման գործընթացը դժվար հաղթահարեցին քաղաքացիներ եւ այդ իսկ պատճառով շատ հանձնաժողովներ այսօր ամբողջական համալրված չեն։ Ճիշտ է, ունենք ամբողջական քվորումներ, սակայն 8 անձ հանձնաժողովներ կա, որ ընդգրկված չեն։ Հիմնականում այդ տարածքները ընդգրկված են Մեղրի տարածաշրջանում, հեռավոր բնակավայր լինելու պատճառով, ինչպես նաև Մեղրիում բնակվող եւ չլիցենզավորված, լիցենզիա չունեցող մասնագետների պակասի պատճառով։ Շրջիկ արկղերի տարածքները եւս հստակեցվել են, Կապանի տարածաշրջանում 2-ն են, դրանք կսպասարկեն բուժհաստատություններին, իսկ նրանց համար, ովքեր մեկ այլ վայրում գրանցվել, բայց այլ հասցեում են ապրում, ժամանակ էր սահմանվել ընտրացուցակներում ընդգրկվելու համար։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաստացի 50,364 ընտրող ունի։ Մինչև մայիսի 26-ը ժամը 14:00-ն թույլատրվում էր, որպեսզի քաղաքացին իր ցանկությամբ մոտիկանա լիազոր մարմին, ներկայացնի համապատասխան դիմում եւ իր ընտրելու տեղամասը փոխի այն տեղամասը, որ քաղաքացին ցանկանում է։ Փոփոխությունները այնքան էլ շատ չեն, սակայն 1-2 փոփոխություն կնշեմ։ Մեկը դա քվեարկության տուփից, երբ որ հանձնաժողովի նախագահը հանում է ծրարը, իր ձեռքին արգելվում է ունենալ այլ իր բացի քվեարկության ծրարից։ Իսկ հաջորդ փոփոխությունը անվավեր քվեաթերթիկների վերաբերյալ է, եթե քվեարկության ծրարում բացի քվեաթերթիկից գոյություն ունի նաև այլ իր, այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր։ Եթե տվյալ պահին ընտրողը բարձրաձայնում է իր կողմից սխալ ընտրության կամ այլ փոփոխությունների վերաբերյալ, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո կարող է կրկին քվեարկել։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն քվեարկելու խնդիր ունեն, կարող են օգնության դիմել։ Այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն քվեարկելու խնդիր ունեն, կարող է բացի հանձնաժողովի ներսում գտնվող իրավունք ունեցող անձանցից, դա լինի մասնագետ, վստահված անձ, դիտորդ կամ հանձնաժողովի անդամ, այլ անձի ուղեկցությամբ կարող է կատարել իր ընտրությունը, եթե տվյալ օգնողը միակն է եղել տվյալ քաղաքացու համար։ Այսինքն մեկ անձը չի կարող երկու մարդուն որպես օգնող ներկայանալ քվեարկության տարածք։ Իսկ ինչ է լռության օր ասվածը։ Այն քվեարկության նախորդող օրն է։ Ռոմա Զաքարյանը թվարկում է քաղաքական ուժերի համար օրենքով սահմանված արգելքները։ Լռության օր է կոչվում, երբ օրենքով արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն։ Այն տրվում է քաղաքացիներին կողմնորոշվելու եւ ընտրություն կատարելու։ Լռության օրը սկսվում է քվեարկության օրվանից ուղիղ 1 օր առաջ։ Այդ օրը խիստ արգելվում է հանրահավաքներ, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով քարոզչական հոլովակների հեռարձակում, պաստառների փակցում, թեկնածուների կողմից ուղղակի կոչեր։ Թույլատրվում է միայն նախկինում փակցված պաստառների արկայությունը, դրանք չեն հանվում, նորերը չեն փակցվում։ Ինչ վերաբերում է նախընտրական պաստառների հեռացմանը, ապա դրանց համար հստակ ժամկետ առայժմ չի սահմանվել։ Ընտրական գործընթացների ավարտից հետո ըստ հայեցողության կարող են հանվել։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։